Ուրեմն Արսեն Թորոսյանի լկտի պահվածքի վերաբերյալ անդրադարձս իշխանական ֆեյքերի հարցական պատճառ է դարձել։ Իհարկե դա պրոբլեմ չի, ինչքան ուզում են կարող են վատ բաներ գրել, այսօր ֆեյքերի եւ ֆեյքանմանների պակաս չի զգացվում։ Ցավոք սրտի դա ընդամենը 2 կոպեկի հարց է դարձել մեր օրերում։ Եվ ինչ վերաբերվում է այդ իշխանական նիկոլական ֆեյքերին, նրանք բացի վիրավորանքներ գրելուց իբր փորձում են ցույց տալ, տպավորություն ստեղծել, որ ազգային ժողովում տեղի ունեցած դեպքերի հետ կապված իբր միայն Արսեն Թորոսյանն է քննադատել, իսկ Լևոն Քոչարյանի ոչ։ Ուրեմն նման բան չի կարող լինել։ Մենք առհասարակ քննադատել ենք այդ երևույթները։ Լևոն Քոչարյանը եւս դրսևորել է падգամավորին ոչ հարիր պահվածք, սակայն եթե լսել են իմ խոսքը, ես Թորոսյանի վարքի հետ կապված շեշտել եմ, թե նրա արարքը ինչու էր այդքան զազրելի։ Դա ոչ թե տեղի ունեցել վիճաբանության ժամանակ, եւ նա հայել էր այդ ընթացքում, այլ օգտագործել էր ԱԺ ամբիոնը եւ ելույթ էր ունեցել նման բաներ ասելով։ Այնպես որ դա իհարկե չի փոխում Լևոն Քոչարյանի, դա չի արդարացնում նրա հայոյանքը։ Նման վարք դրսևորողները առհասարակ պետք է մանդատ չունենան։ Սակայն Թորոսյանի հետ կապված կարիք չկա էժանագին արդարացումների։ Իբր Թորոսյանը հայոյանք չի հնչեցրել։ Բոլորին շատ լավ պարզ էր նրա ասածը։ Աննամոթաբար հայր, մայր, ընտանիք բառերն են օգտագործել իբր նամյոկով, հա։ Իսկ ով դա չհասկացավ ինչ էր ուզում ասել։ Եվ դա վերաբերվել է ոչ միայն նրանց ընդդիմախոսներին, նաև իրենց ընտրած եւ հավատացած հազարավոր մարդկանց, որոնք այսօր հիասթափվել են նրանցից եւ գուցե թուրք էլ անվանեն։ Ոչ ոք իրավունք չունի նրանց նման բան ասելու։ Սեփական ժողովրդին վիրավորողը եւ հայողը չի կարող այդ ժողովրդից լինել։ Յանով վերջացող ազգանուն կրելը դեռ բավարար պայման չէ հայ լինելու համար։